Իսկ ես ժամանակին զգուշացնում եմ, ես ընտրություններից առաջ մի հարցազրույցում կանխատեսում արեցի, որի հետ որ շատերը համաձայն չէին, բայց հիմա ընտրություններից հետո պարզվեց, որ հենց այդպես էլ եղավ։ Եկեք մի հատ վերհիշենք, թե ինչ էի ասում ես։ Ցանկալի է իհարկե ժողովրդավարական ընդդիմություն ներկայացնող, որին ես նաև համակրում եմ, օրինակ Հանրապետություն կուսակցությունը կլինի դա, թե Հանուն Հանրապետության կուսակցությունը, Եվրաքվեի մեր գործընկերներն ես նկատում եմ, եթե նրանցից որևէ մեկը հաջողի ավելի շատ ձայն հավաքել, քան օրինակ Գագիկ Ծառուկյանի կուսակցությունը եւ էլի թեկուզ չհաղթարի շեմը, բայց ավելի շատ ձայն հավաքի, օրենքի ուժով արդեն ինքը կմտնի խորհրդարան։ Իհարկե շատ ցավալի է, որ այդ միավորումը տեղի չունեցավ եւ շատ ավելի հավանականություն մեծ կլներ, որ այդ սցենարը իրականանար, բայց ցավոք սրտի չեղավ, հիմա ինչ եղել է, պետք է ուրեմն հիմա լավ աշխատեն, որ տեսնենք, որ մեկը իրենցից այդ հաջողության կհասնի։ Բայց ձեր նշած քաղաքական ուժերը թույլ տվեք մի քիչ այսպես ասма քննադատեմ, լավ չեն աշխատում, որովհետև չունեն այն ժողովրդի կողմից վայելող հարգանքը, որ այսօր իրանք կարողանան անգամ խորհրդարան նորմալ անցնել, որտեվ հարցի տակ է։ Ու սա իրանց մեղքն է, որտեվ իրանք շատ ժամանակ խուսափում են բլոգերական ալիքներից, ոնց որ իմ ալիքն էլ գալ եւ հարցազրույցներ տալ եւ մեր հետ զրուցել։ Ես չգիտեմ ինչու, ես չգիտեմ իրանք ոնց են մտածում, բայց մենակ իրանք նույն տեղերում են խոսում։ Ու սա իրանք իրանց հարվածում են։ Հետո գիտեք այսպիսի բան էլ կա, կարող է ինչ որ բլոգեր թեկուզ ես ժամանակին ինչ որ մի հարցում քննադատած լինեմ եւ իրանք դա հիշելով չուզենան գան եւ ինչ որ հարցազրույցներ տան, մոռանալով որ իրանք առաջ են տանում եվրոպական, արժեքները, իսկ եվրոպական արժեքներում հենց քեզ պետքա քննադատեն։ Եթե դու քաղաքական գործիչ ես, քեզ պետքա քննադատեն ու դա նորմալ է ու դա ճիշտ է։ Բայց չգիտեմ, ասում եմ, սա իմ ես զարմացած եմ ճիշտն ասած,